Արարատ Միրզոյանը թուրքական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում իր պատկերացումներն է ներկայացրել հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։ Արտաքին գործերի նախարարը չի հերքել նաեւ, որ Ադրբեջանն այդքան էլ ոգևորված չէ խաղաղությամբ։ Միրզոյանը նշել է, որ եթե դիտարկենք հայկական հասարակական կարծիքը, կտեսնենք, որ Հայաստանի քաղաքացիների զգալի մասը կարծում է, որ Ադրբեջանը հետագայում ծրագրում է հարձակվել Հայաստանի սուվերեն տարածքների վրա։ Արարատ Միրզոյանը ինքնի անդամ է, եւ այդ պարտությունը շարունակական է, այսինքն մենք գործընթացի մեջ ենք գտնվում եւ այս թիմին ադրբեջանական եւ թուրքական կողմերը սպառնում են պատերազմով։ Միրզոյանը խոսել է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից, պնդելով, որ անկախության հռչակագիրը ամենևին սահմանադրության մաս չի, ուստի այն Ադրբեջանից տարածքային պահանջ չունի։ Փոխարենը անդրադարձել է Ադրբեջանի սահմանադրությանը, հայտարարելով, որ իրենց անկախության հռչակագիրը Հայաստանից տարածքային պահանջներ ունի։ Մենք տեսնում ենք եւ ունենք մեր սեփական մտահոգություններն Ադրբեջանի սահմանադրության վերաբերյալ եւ կրկին բացատրեմ, սա պարզապես հայելային հակադարձում չէ։ Իրենց սահմանադրության մեջ նրանք ունեն հղում իրենց անկախության հռչակագրին։ Այսպիսով իրենց անկախության հռչակագրում նրանք հայտարարում են, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունն առաջին ադրբեջանական հանրապետության իրավահաջորդն է եւ առաջին ադրբեջանական հանրապետությունը, որը գոյություն է ունեցել մինչեւ Խորհրդային Միությունը, հայտարարել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների նկատմամբ, քան այսօրվա Ադրբեջանն է։ Այն ներառում է այսօրվա Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 60%-ը։ Հայաստանի իշխանությունը վախենում է պատերազմից, սրանից օգտվում է թե Թուրքիան, թե Ադրբեջանը, ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Անդրադառնալով Միրզոյանի հայտարարություններին խաղաղության պայմանագրի մասին, քաղաքագետն ասել է, խաղաղություն չի լինելու, որովհետև Ադրբեջանը չի ցանկանում։ Բնականաբար ոչ մի խաղաղության պայմանագրի մասին խոսք չկա։ Ադրբեջանը ուղղակի փորձում է ստանալ ավելին, քան նույնիսկ ինչ-որ գրանցված, եւ հիմա այսպես կոչված վայնգեզուրի միջանցքն են փորձում ստանալ, այդ իսկի խնդից է փորձում հրաժարվել, հաջորդ փուլում նոր տարածքներ պետք է պահանջեն Հայաստանից այսպես կոչված ճակատներով անձավները։ Այս բոլոր հարցերին Միրզոյանը եւս անդրադարձել է իր հարցազրույցում, չի հերքել, պատրաստ են կատարել Ադրբեջանի այս պահանջներից առնվազն երկուսը՝ ԵԱՏՄ Մինսկի խմբի լուծարումն ու ԵՄ դիտորդների Հայաստանից հեռանալը։ Ավելին, Միրզոյանն առաջարկում է խաղաղության պայմանագրի ստորագրման օրը ստորագրել նաեւ այդ երկու պայմանները հաստատող փաստաթղթերը։ Ադրբեջանը անկախ նրանից ինքը որևէ բան, որևէ նախագիծ համաձայն է լինելու Հայաստանի հետ քննարկել, վերջնականապես, չգիտեմ, հիմի բերել եւ այլն, միևնույն է Ադրբեջանը որևէ բան քայլերի չի գնալու։ Հիմա Միրզոյանի ասածը այն է, որ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի խաղաղության պայմանագիր ստորագրենք, Ադրբեջանը կարծես թե քայլ է անում, որպեսզի այդ համաձայնագիրը կատարածվի, բայց քայլեր անելով նոր նախապայմաններ է դնում։ Այդուհանդերձ Միրզոյանը նաև նշել է, չի եղել խաղաղության որևէ պայմանագիր, որը պատասխանել է բոլոր հարցերին ու լուծում տվել բոլոր խնդիրներին, ուստի առկա են չլուծված ու անպատասխան մնացած հարցեր, որոնք խաղաղության պայմանագիրը չի լուծում։ Մասնագետներն ասում են, սա մեսիջ էր այն մասին, որ այս պայմանագիրը միայն թշնամուն է ձեռնտու։ Սեդամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։